3000-ից ավելի թափուր տեղ Հայաստանի պետական բուհերում։ Հատկացված 12720 տեղից զբաղեցվել է ընդամենը 9620-ը։ Թափուր մասնագիտությունների առյուծի բաժինը ագրարային եւ մանկավարժական համալսարաններինն է։ Ֆակուլտետներ կան, որ անգամ մեկ դիմորդ չկա։ Կրթության փորձագետի խոսքով այս պատկերն արդեն մի քանի տարի չի փոխվում։ Այս տարի էլ հիմնական միտումը մնացել է նույնը, ճարտարագիտական մասնագիտություններով կան ու բնականաբար որոշ հումանիտար մասնագիտություններով, օրինակ հատկապես ասենք աստվածաբանություն։ Որպես կանոն բարձր գիտելիքներով դիմորդները ձգտում են ընդունվել մեծ պահանջարկ ունեցող, հետագայում բարձր վարձատրություն ապահովող բաժիններ, բայց համակարգը վերանայելու կարիք կա, որ ամեն տարի նույն իրավիճակը չկրկնվի։ Կա այդպիսի միտում, որ այն երեխաները, որոնք դպրոցում լավ են սովորում, իրենք գնում են մրցակցային մասնագիտությունների գծով։ Բժշկական համալսարան, իրավագիտություն, տնտեսագիտություն, IT, հիմա բավական մեծացել է ճարտարապետության մրցույթը։ Հետևաբար մանկավարժական մասնագիտությունների դիմորդները հիմնականում այն երեխաներն են, որոնք դպրոցում վատ են սովորել։ Եվ նաև սա է պատճառը, որ երբ որ մենք նայում ենք դիմումները, այս մասնագիտությունների գծով կային դիմորդներ, բայց մեծ մասը անբավարար են ստացել։ Ընդունելության նախկին համակարգով դիմորդները կարող էին մի քանի բաժին նշել եւ ըստ իրենց հավաքած միավորների ընդունվել որևէ մեկը։ Հիմա մրցույթից դուրս մնալու պարագայում ուսանող դառնալու հնարավորությունը միայն թափուր տեղերին ապավինելն է։ Նախկին համակարգը այնպիսին էր, որ սկզբում տեղավորում էին բարձր միավորներ հավաքածներին, հետո նոր ցածր, բայց հիմա եթե դուք դիմել եք իրավագիտության ֆակուլտետ, դուք առաջին փուլում բարձր միավորով դուրս եք մնում, իսկ մեկ ուրիշը, որ դիմել է ուրիշ բու, ցածր բուհով ընդունվում է, որտեղ մեկ հայտ է։ Որոշ դիմորդներ կամ պետք է դիմեն հեռակա, կամ պետք է 1 տարի սպասեն, կամ պետք է ընտրեն այն մասնագիտությունը, որը իրենց սրտով չի։ Հուլիսի 20-ից 26-ը հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել 1 կամ ավելի բուհի մինչև 6 մասնագիտություն։ Եթե այդ մասնագիտություններում կան թափուր տեղեր եւ սահմանված միասնական քննություններից ունեն առնվազն 7.5 միավոր, կարող են զբաղեցնել այդ տեղը։ Լրացուցիչ մրցույթից հետո հնարավոր է ընդունվածների թիվը 1000-ից 1500-ով ավելանա։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։